Նորից են որ ասում խոսում ամենայն հայոց Վարդան Ղուկասյան։ Նորից ունենք զոհ բանակում։ Այսինքն մեկի չենք տենում։ Ամեն շաբաթ են որ ասում ստանում ենք նվեր, մեկ կամ մի քանի զինվորի մահ։ Հիմա գոյություն ունի, ես իշխանությանը, այսպես կոչված իշխանությանը ասելու բան չունեմ։ Ես վաղուց ասել եմ, որ դա բոզի տղեկի հավաքածու է, պետական դավաճանների հավաքածու է, եւ Վարդան Ղուկասյանի իշխանության օրոք բոլորը պիտի լինեն մորմր, ով կաչկա այդ իշխանության կազմում։ Սկսած վարչապետ կոչեցալից, վերջացած հավաքարարից։ Այդ ես ասել եմ, դա չեմ ուզում կրկնվեմ։ Հիմա գոյություն ունի պարլամենտական ընդդիմություն, որը փող բաժանելով եկավ մտավ պարլամենտ, ռուսաստանյան որոշակի ուժերի հովանու ներքո, այն ուժերի, որոնք որ մտածում են իրանց գրպանի համար, չեն մտածում ոչ Հայաստանի համար, ոչ Ռուսաստանի համար։ Բերին այդ բոզիս տղեկին, այդ տաշիրականներին եւ ռոբիկականներին լցին պարլամենտ։ Հիմա Ռոբերտ Քոչարյանի բիչ, մուսկուլնի բոզի տղա, Տաշիրի բիչ, բանակ չծառայած բոզի տղա, հացաբուր կեղեր։ Օրեկան բանակում ունենում ենք զոհ։ Ձեր բան ու գործի անուն ինչ է։ Պարլամենտական ընդդիմություն եք։ Մի ազգային ժողով հրավիրեք ուսուցչուհի բոզի տղուն, ընկեր Պապիկյանին։ Հանեք կայնսեք ամբյոնի վրեն, մորդլոն տվեք ձեռը։ Բոզի տղա, օրեկան զոհ ենք ունենում բանակում։ Ինչի համար ալնան։ Պատերազմը լի ուրիշ է, չնայած պատերազմին տարակ տվիկ փուրը հետո հելակ հայտարարիկ զոհվեցին հանուն ոչնչի, այն ագարկեր, այն գարաժների տակ շինվող պորնիկը, Աննա Բոլերին։ Հիմա էս ինչա, կանչեք զինվորական դատախազին պարլամենտ, մամայի բերանը շաշ տվեք, կանչեք ռազմական ոստիկանության պետին պարլամենտ, մամայի բերանը շաշ տվեք, կանչեք գլխավոր շտաբի պետին պարլամենտ, մամայի բերանը շաշ տվեք, ուրիշ բառերով չի կարելի սա անվանել, որևիցե մի հատ կուլտուրական բոզի տղա հիմա էլ պիտի ասի, Վարդան Ղուկասյանը քֆուր է տալը, Վարդան Ղուկասյանը դրա մորը կունի։ Այսքանից հետո, որովհետև ինչի է քֆուր տալի, խաղաղ պայմաններում օրեկան կամ շաբաթական զոհ ունենալը անընդունելի է, սա խայտարակություն է, սա բոզի տղություն է, այդ նման բանասողները, որոնք որ ասում են Վարդան Ղուկասյանը պիտի, չգիտեմ, քֆուր է տալի, հնարավոր չի քֆուր չտալ։ Ես ուզում եմ տենամ այն մարդու դեմքը, ով կտենա զինվորին դագաղի մեջ, զինվորի ծնողին դագաղի առաջ նստած եւ քֆուր չի տա այսքանից հետո։ Ես բանակ եմ զորակոչում զինվորին, որ ինքը ծառայի, ես չեմ զորակոչում, որ ինքնի ավտոյի տակ, ես չեմ զորակոչում, որ զինվորը զինվորին գյուլի, ես զորակոչում եմ, որ ինքը ծառայի, եւ եթե պետք է նահատակվի փողի համար, այլ ոչ թե կենցաղային խնդիրների համար, այլ ոչ թե ինչ-որ մեկը մեկի հետ լեզվակռիվ ունենալու եւ այլի համար, յուրաքանչյուր սպանություն, երբ որ զինվորը սպանում է զինվորին, ունենում է նախապատմություն, այդպես չի հալմուգյուլը, ունենում է նախապատմություն, իսկ երբ որ նախապատմությունը տևում է ժամանակ եւ այդ պատմությանը չի խառնվում, սպան չի կանխում ազնագազմի հետ տարվող աշխատակների գծով տեղակալ զամպալիտ բոզի տղեն, չի կանխում զորամասը սպասարկող ռազմական ոստիկանը, չի կանխում սպան, ավարտվում է նրանով, ինչու որ ավարտվում է։ Վարդան Ղուկասյանի վայքում կամ Վարդենիսում եղած ժամանակ բազի որ չի սովում։ Չի սովում, Վարդան Ղուկասյանը եկավ սկսվան յալ հետևից էլի նույն դեպքերը կրկնվել, որովհետև կար կոնտրոլ, որովհետև կար հսկողություն, Վարդան Ղուկասյանը գիշերվա մեկին էր այդ հմտում կնեմ։ Եվ այսօր յուրաքանչյուր զորամաս, ընկեր ռազմական ոստիկանության պետ, լսի հիմա ինձ, լսի տուփոյ բոզի տղա, MVD-ի թալանչի։ Հանում ես քո ռազմական ոստիկանության ողջ աշխատակիցներին, ասենք օրինակով բացատրում եմ վայքի բաժին, կամ Վարդենիսի բաժինա բաժամունքայմա, չգիտեմ ինչ եք շինել դա։ Զորամասը սպասարկող օպերը գնում է տուն քնելու ժամը 12-ից հետո, երբ որ լրիվ քնցնում է։ Յուրաքանչյուր զորամասում տեղի ունեցած սպանության համար պետք է զորամասը սպասարկող օպերը, օպերգծով տեղակալը,
քերականի պետը հրաժեշտան իրենց բաղեցած պաշտոններին։ Զորամասը սպասարկող յուրաքանչյուր զինվորական դատախազ, որը կաբինետում նստած մտածում է, որ մի զինվորի վրա, որ մի օֆիցեր վեն գործ կարի, փողը ձեռից քերի, որ գնա կնգա համար բրիլյանտնի ու մատանյա ընտանի կողի որի ցակը, այդ դատախազին պետք է հանելու ֆիկտիր անել, որովհետև ռազմական որտեղ զորամասի հսկողությունը կամ ռազմական ոստիկանության խնդիրը չի, դա նաև հակահետախուզության սպայի խնդիրն է, Անդոյի հիմնարկի որը խերրսաուտում չգիտես ինչով ազբաղվեն, դա զինվորական դատախազի խնդիրն է, որը սպասարկում է տվյալ զորամասը, որը տարիներով տվյալ զորամաս չի մտնում մենակ ընկած զինվոր դատելու հետևից։ Այդ բոլորին պետք է ցցնել, հացաբուրտեղ են բոլզի տղա եւ ընկես մուսկուլնի, դուք բանակ չեք ծառայ, որ իմանաք որտից սկսել, որտից հլվել։ Սուրեն Պապիկյանը չի ծառայ, սա իշքան պուցկա բերե շարելա կողի կաբինետները օգնական խորհրդական եւ մենք ունենք այն ինչ որ ունենք զինվորավոր մեռնեմ ինչի համար է մեռնում ինչի համար է զոհվում քիազոհում չես հասկանում այդ բոլորը այդ շինովնիկները որոնք այսօր փող են ստանան դրանց բոլորին է տվյալ զորամասը սպասարկող օր կասված է պետք է կանչել պարլամենտ եւ մամայի բերանը շաշ տալ ու հանել քցել դուրս զինվորական դատախազին կայազորի զինվորական դատախազին կայազորի ռազմական ոստիկանության պետին Եթե միքոնե մի անգամ նման բան անի պարլամենտում նստած ուժը, որը մտել է պարլամենտ ոչ թե փողեր ստանալու համար, այլ ժողովրդին ծառայելու, մենք այլևս նման բան չենք ունենա, կամ գոնե այդ ունենալու դեպքում էլ ճիշտի մինիմալի, բայց քանի որ բարդակ է, մտել են պարլամենտ զուտ, մտել են Արամ Վարդևանյան, տունը ծածացնեն, աթորին փռել են Ալեն Սիմոնյանին էին բան ասում, աթորի վրան փռե երևակայեմա, ագարակականիքն էլ պատոկները ցածացուսային բողոքով քայլեմա, տեսեք մարդը ով է, այս է ձեր ընտրածը, էսա որ չկա վախի զգացում չկա սպաների մոտ ռազմական ոստիկանության մոտ զինվորական դատախազության հակահետախուզության մոտ վախի զգացում չկա այսինքն ստորադասի խերնչից է ինչա կատարվում այդտեղ որ ինքը գիտեն վերադասը չի ծածկանում վերադասին խերնչի թե ինչա կատարվում որտեղ գիտեն ծծնող չկա երկիրն անտեր է փարթի անցկացնում փառատոն անցկացնում 170 միլիոն է դրա մեջ չեղած ժամանակ հանը փարթի վրա են ծպնում այսպես բաներով այս անասուն ժողովրդին զբաղացնում ու սկսում է տալ երգիրը Եվ ցեն չկա, որովհետև դիտողություն անող չկա, մի հատ դիտողություն անող Վարդան Ղուկասյանն եկավ ընկավ սրա խրացած ամիսը $1 միլիոն գրգմա X շինովնիկի, որ Վարդան Ղուկասյանին պահեն անազատության մեջ։ Էլ իշքան կտևի հələ պարզ չի։ Էսա։ Եվ 150,000 փախստական Արցախից մտավ Հայաստան, ես չտեսա այդ 150,000-ի գոնե 10%-ը դուր գար հանրապետության հրապարակ ասել Նիկոլ մամայի ծածացնեմ մեր նախնիների գերեզմանին տունը տեղը ամեն ինչը թողեցին Ադրբեջանին եկավ էսի չարիր դու մեր հետ չկա լուսվեցին ժողովրդի մեջ են աղա ոնց է լցում ջրի մեջ խառնում չկա չերևում կամ բանպես հոգար այդպես լուծման Հայաստանով մեկ, Ռուսաստաններով, որտեղով եւ այլն եւ վերջացած Արցախի թեման փակվավ։ Հիմա բացի այս թեմայից հիմա նա թուքն ու Ադրբեջանացի պիտի ատոմակայան փակվի, նորից պարլամենտական ընդդիմություն կոչվածը չի մոտենում ամբյուրնասը, մոտի տունը ծծծեն, դու վեզորի ասեցիմ եկում պիտի ատոմակայան փակվի։ Զախարովան հələ միան ճղմա, ասում է եթե ատոմակայանը փակվի, դա բանը վնասը Ռուսաստանի ընկեր ռուսական կողմ դուք ում եք սատարում որ գամտի պարլամենտ տաշի սամոյին բայց այսօր տաշի սամոյի ժողովուրդը չի հլում խոսա դրանից չի ասեմ իմ խերը կուտեք թատոմակայանն է կփակեք որովհետև համատեղ են որովհետև бизнесмены, спекулянты, он никогда не думает про народ, он никогда не думает про государственность, ему наплевать и на Россию, и на Армению, и everybody, как говорят на английском, ему интересно только свой личный карман, больше ничего. А если вот берег хастик, խիզեսոմեխի տաշի ռոբինկականները պիտի մտածեն հայ-ռուսական համագործակցության մասին պետական շահերի մասին կամ նիկոլականները հիմա մտածում են Եվրոպա-Հայաստան հարաբերությունների մասին թափում են թե Եվրոպայի վրա, թե Ռուսաստանի վրա, թե Հայաստանի վրա իրանց հետաքրքրումը մենակ Թուրքիան եւ Ադրբեջանը ինչ կասեն որովհետեւ իրենք
Ատուց են սնվում եւ շարունակում են սնվել։ Եվ այսօր, երբ որ մենք տենում ենք բանակի խայտարակ, մենք չունենք բանակ։ Մենք այն 92-3 թվի բանակը, որ որսորդական հրացաներով էին, այն ով ինչ գտնում հակնում էր, չգիտեմ, չեն շոգում օֆիցերնով, զինվորնով ավելի մարտունակ եւ ավելի կանոնավոր բանակ էս, քան թե այսօրվա բանակը։ Իմ 97 թվի Արտանիշը ավելի կանոնավոր զորամասեր, ավելի կանոնավոր, ես տալու Արտանիշում ծառայեցի, ոչ մի սպանություն։ Չնայած ես էլի այնտեղ որպես զինվոր իմ լուման ունեի, բայց ամենայն դեպքում ոչ մի սպանություն։ Ինչ գտնում հակնում էինք։ Այսօրվա բանակի վիճակը նայում ես խայտառակությունով։ Եվ դրա համար ոչ մեկ պատասխան չի տալի։ Եվ սրա հետ կապված պիտի պարլամենտում նստած ղախպի տղեկը, որոնց 99.99%-ը բանակ չի ծառայել, նույնց եմ ասում ես, կապին հիմա բան չեմ ասել, որովհետև նրանք գլուխ պեչատուկ բոզի տղա են, նրանց անցանք։ Սրանք բացարձակ ոչ մից են։ Արա Վարդավանյան բանակ ծառայել ես, չէ։ Տաշիրի բջեջ բանակ ծառայել եք, չէ։ Մնացը նույն հանրապետական կուսակցության բանդաղը կոպիպաս արած է տարբերակն է։ Առաջ հանրապետական կուսակցության, հանրապետական կուսակցության այդ բոզի տղեկի յետիմները այսօրեկի մտնել պարլամենտ, կամ աղբոր տղեկը, կամ տղեկը եւ այլն։ Ինչ է, սրանք ովքեր են, նույն Սերժի ծնած ղախտի տղեկը, նույն։ Այսինքն մենք տերնում ենք, որ պարլամենտում նույնից նստածա Սերժ Սարգսյանի հովանուտա գործող խմբավորումը, թե ընդդիմություն կոչված, թե դիմություն։ Հայաստանի Հանրապետությունով շարունակում է ղեկավարել եւ կառավարել Սերժ Սարգսյանը։ Նորից այդ բոզե չիբուրաշկա բոզի տղեն։ Էս են սրանք։ Եվ այս ժողովուրդը գնաց ցենտրից մայկայից հիմա հեկես ես հիմա գնամ այդ զովազի ծնողին հաստամասեմ ում ես ընտրել։ Պիտի ասի կամ Տաշիր կամ Ռոբի կամ Նիկոլ։ Տո դիակը բենդրին դեմը։ Ես հիմա չեմ ուզում ես ծնողին նախատեմ, բայց ավելի քան համոզված եմ, որ այդ զինվորի ծնող, այդ սոֆա զինվորների ծնողները ընտրել են բոզի տղեկից մեկին։ Միանշանակ։ Հանուն փողի, հանուն պաշտոնի կամ չգիտեմ կարող է մի ящик պամիդորի։ Երբ որ ես ասում եմ, երբ որ ես ինձ ճղում եմ, որ այդպես մարդ պիտի գոյություն չունենա, որ ասի ես քաղաքականությամբ չեմ զբաղվում։ Քեզ ոչ մեկ չի խնդրում Հայաստանի Հանրապետության քաղաքացի զբաղվել քաղաքականությամբ։ Բայց երբ որ քեզ ասում են դու պիտի գնաս ընտրատեղամաս եւ ընտրես, որովհետեւ դու ընտրում ես քո վաղվա օրը, որպեսզի քո տղեն 5 վիճակով զորամասից չկա։ Որպեսզի քո մարդուն հանգարց կանչեն քնչական տունը չտսնեշնեն հաշվանդամանեն կցեն դուրս։ Որպեսզի դու գնաս բժշկի քեզ սպասարկի որ ասի վճարի նո դու լասես ես փող չունեմ բժիշկ ասի դե չոքիցացի եւ այդ նման իրավիճակներից խուսափելու համար դու պիտի գնաս ընտրատեղամաս դու պիտի ընտրես այնպիսի մի անձնավորության այնպիսի մի կուսակցության ով որ քեզ պիտի զերծ պահի նման բոզիտողություններից ումից որ պիտի վախենան ումից որ բժիշկը, քննիչը, իրավաբանը, դատախազը, դատավորը պիտի վախենան, որովհետև ասենք եթե մենք հանգարց միած սխալ բան արենք, մեզ տանով տեղով այս մարդը տսնելու է։ Իսկ այտենց արս գոյություն չունի, ցույց հիմա մեկի անունը։ 18 հոգի, 18 կուսակցություն մասնակցում էր։ Հիմա դրանցից մեկի վազև մատը դրեք կոմենտարներում գրեք, ասեք այս մարդը իմ կոմենտիկը բացալ։ Դու մտնել գրին ասեն այս մարդուց իրոք որևիցե մի չինովնիկ վախենում է։ Եթե գայշա, ումից մի վախենար Արման Թաթոյանից, են Գուգույր, Գագիկ է, Սուրենյանի, ով է ղախտի տղեն, ընդեղ ինչ-որ, իզվից մի խասը վերև էր, այդ դրանից պիտի վախենան, Ռոբերտ Քոչարյանից պիտի վախենան, ումից վախենար, ումից, Նիկոլից, հա, ումից Ռիչիովնիկը վախենան, Նիկոլից, Ռոբերտ Քոչարյանից, Հասա Բուրկեղելից, ումից, դրանցից ո՞ր մեկն է այսօր երկիր կառավարում նորմալ։ Մենք տեսել ենք Ռոբերտ Քոչարյանի կառավարման տարիները։ Մեկն էլ ասում է, չգիտեմ այդ ո՞ր մեկն է, բայց լավ բան ասում, բան ժամանակ ես մի հատ բան էին ասում, տանում էին Քոչարյանի օրը Քոչարյանի բան էին ասում, տանում ծսցնում էին։ Այդ Քոչարյանը չէր տանում ծսցնում։ Այդ Երիսան Արմեններ տանում ծսցնում։ Այդ Համամյան հովիկներ տանում ծսցնում, այդ Կարապետյան Աշոտներ տանում ծսցնում, միլիցեքս էին տանում ծսցնում, մուսկուլին չէր ծսցնում, մուսկուլին ոնց կա, սիրուն պահած, խնամված, փիսիկ, այտենց էլ մնում փիսիկ։ Բանակ չծառայած, այդ ինչքանը վայելի բիլետ ունի,
Այդ ինչքան է որ գրանցված է եղել KGB-ի զորքերի բնվեր, ընկեր Լևոն Քոչարյանը։ Ամեն օր սո, հետո ես քալրություն, ոչ մի չինովնիկ, հեն եկել է, նստել է, արտաշացին եկել է ռազմականի պետ, գանդոն եկե, չես եկե, զոհավորում ընկեր ռազմական ոստիկանության պետ, ուրա գործողություններըդ։ Հիմա այդ զորամասի, այդ տարածքի ռազմական ոստիկանության բաժնի պետը, օպերգծով տեղակալը, քերականի պետը և զորամասը սպասարկող օպերատիվ ազատվեն աշխատանքից։ Պիտի հանես կսես դուրս, որպեսզի մյուս ռեգիոն և կցես շրջաբերական տարածես ամբողջ ռազմական ոստիկանության բաժիններով եկել ռազմականի պետ, արամես ինչ խռից կլոխես, ամբողջ ռազմական որ սրանից հետո եթե որևիցե մի զորամասում մահ գրացավ, դիպուկը ազատվում եք աշխատանքից, մինիմում, մաքսիմում դատվում եք։ Եվ զորամասը սպասարկող օպերը մինչև գիշերվա մեկը պիտի մնա զորամասով, շրջի, գումարտակից գումարտակ, դասակից դասակ, չգիտեմ, ստորաբաժանում, տենա ով է քնած, ով է պակած մի զինվորի հետ խնդիր ունեցավ, այդ զինվորներից մեկը մարտական հենակը չի բարձանում, վերջ, ամենը չի խտրի համար դաժե, չի բարձանում, կամ եթե պիտի բարձանը մեկը գնում է, ես իմ են միցերը մեկը գնում է տեն միցերը, որ 20-30 կիլոմետր մեջները բանալի, հեռավորություն էլի, կամ զորամասը փոխել։ Թողում են զինվորը խնդիրն ունեն, իարուտում են, փրթում են, մորթում են, վերջում են, հլում են պոս, երկուսի ձեռը հայտով մազեք, հալմյալ գյուլի, ասում են գյուլի։ Բայց դուք ինչի համար եք տեղ նստած։ Ինչի համար եք տեղ նստած, գանդոնն էր, ազնակազմի գծով տեղակալ ինչի համար է, ռազմական ոստիկանության սպան ինչի համար է, զինվորական դատախազը, որ նույնիսկ եմ կկնում, տարներով զորամաս չի կնում, չի տենում, ինչա լափում զինվորը, ինչի մեջ է քնում, մաքուրա սպիտակեղենը, կեղտոտա սպիտակեղենը, թանյակամարսավոր գնաց է, զորամասը մատե զորամասում չի խռին ինչի, կաբինետը նստած ամեն օր ձվերի հետ է խաղը մտածում են ում դատել, էսա։ Դե հիմա հացաբուրգեղ են տունը ծածացնեն, պարլամենտ բեր զինվորական դատախազին, կայնասա ամբյոնի վրեն ծսրա, տենամ կաս։ Պարլամենտ բեր Սուրեն Պապիկյանին, կայնասա այդ ամբյոնի վրեն ծսրա, տենամ կաս։ Ռազմական ոստիկանության նորանշանակաբար չես կարանես։ Այդ երկուսին բեր, բեր կաչի, հիմա կանչի, քեզ ընտրողը թողել մի տենա դու վաբշե մի խեռս կարամ ես ծծես, թե չես կարամ ծծես։ Բեր, չես կարա, գաղափար չունես։ Դուք դաժե չգիտեք ինչ հարց պիտի տակ, այդ հարցը ոնց պիտի տակ, այդ հարցին ինքը ինչ պատասխան կարա տա, այդ պատասխանին դուք ինչ նորից հարց պիտի տակ, գալու յառազը բանը զինվորական դատախազը, օգտագործած տռուսի կհանի կողի սաղիտ բերալը, ու չեք կարնալու խոսակ։ Հիմա մոսը ինձ ասեն արի ֆիզիկայից, մաթեմատիկայից հարց տուր, ումը տամ, ես ֆիզիկա չգիտեմ, մաթը չգիտեմ, կամ շախմատիստ։ Ինձ ասեն շախմատից հարց տուր, չգիտեմ։ Ինչ հարցա ոչ ուզեմ կպատասխանի, ես պիտի ոչխարի նման լսեմ, որովհետև չեմ հասկանում ոչ շախմատից, ոչ ֆիզիկայից, ոչ մաթեմատիկայից։ Նույնը դուք չեք ծառայել։ Այո, ես ասում եմ պիտի բանակ, պիտի բանը պարլամենտ մտնեն ծառայած մարդիկ, պիտի այդ իշխանության մեջ գտնվեն ծառայած մարդիկ։ You have 1 minute remaining. Իմանա որից հետո է։ Բայց խնդրեմ Ընտրել եք, նույնիսկ եմ ասում այդ նույն զոհված զինվորների ծնողները, որ օրեկան բերեն իրացերը խուտ յակ դնում են դեպը, ընտրել են սրանց, հանուն փողի, հանուն պնչոր մի հատ պաշտոնի մի հատ բոզի տղա բարեկամի խաթեր։ Իսկ ես ում վարելում եմ։ Սուրեն Պապիկյան, ևս մի անգամ տուն ու տեղը ծածացնեմ։ Զինվորական դատախազ, ևս մի անգամ տուն ու տեղը ծածկնեմ։ Այսքանը։ Ամենայն հայրենիքով, ամենայն հայոց Վարդան Ղուկասյան։